տոննա, բայց չենք իմացել ձեր տոնը։ Մեր տոնը եղել է արդեն, բայց Եկել են քաղաքացիներին ասել, որ հունիսի 7-ին քաղաքացիները հնարավորություն ունեն այս համակարգը փոխելու, երբ որ էլեկտրոնային համակարգով քաղաքացու հաշիվների վրա սառեցնում եք, արգելանքներ եք դնում, հետո քաղաքացին ամիսներով դեգերում է այս շենքերի մոտ, որ կարողանա այդ համակարգից ազատվել։ Երբ որ քաղաքացու ոչ միայն գործառույթի, լիազորությունների իրականացման, դատական վերահսկողության, այսինքն բայց պետությունը քաղաքացու տուգանքի համար քաղաքացու հաշիվները սառեցնում է, ճիշտ է։ Եվ այլ կերպ ինչպես է հնարավոր բնականոն իրականացնել։ Երբ որ վճարել է դրանից հետո ինչի՞ չեք ապա սառեցնում։ Բողոքում եք հարկադիրի գործառույթից, որը օրենքով նախատեսված է։ Ոչ, մենք բողոքում ենք այդ գործառույթի իրականացումից, երբ որ պետությունը սառեցնում է, գործառույթը շատ արագ, վայրկյանների ընթացքում անում է, բազմաթիվ։ Ես ձեզ վստահեցնում եմ, որ նման դեպքեր մենք հենց նորից տեղ ներկայացնում եք։ Հենց տեղ ներկայացնում եք։ Տարի, տեսեք, անցած տարի հարկայինը կալանքադրի իմ հաշվի վրա հարկային պարտավորությունների մասով։ Ես մի կերպ այդ հարկային պարտավորությունները վճարել եմ, ու հիմա անցած տարվա մայիս ամսից 101,000 դրամի կալանքը առ այսօր իմ հաշվի վրա դրված է։ Այսինքն նայեք, սառեցնելուց սառեցնում եք տիկին նախարար, հանելուց չեք անում։ Զանգարել եմ, հարկային եմ զանգարել, նամակ եմ գրել, ասել են գնացեք հարկադիր, նամակ գրեք, Ես այլ պարտավորություն ունեմ։ Չէ, այլ պարտավորություն։ Ես այն պարտավորությունը պայմանավորվենք հետևյալը։ այդ պարտավորությունը Եթե որը ճշտենք, մի րոպե ներողություն եմ խնդրում։ Եթե դուք ունեք այլ պարտավորություն եւ դա պատճառը, որ արգելանքը չի վերացվել, դուք հրապարակայինորեն ասելու եք նաեւ դրա մասին։ Բայց բազմաթիվ են պատմությունները Ինչ վերաբերում է քաղաքացիներին եւ դրանց հաշիվների վրա արգելանք դնելուն, ապա այլ կերպ քան այդ process-ի իրականացումը ուղղակի հարկադիր կատարումն ապահովող ծառայությունը իր ծառայությունը պատշաճ չի կարող իրականացնել։ Թվային լուծումների առումով մենք մեծ աշխատանք ենք տարել այսօր բոլորը, ովքեր ունեն նույնականացման հնարավորություն կարող են ունենալ անձնական կաբինետ, մուտք գործել կաբինետ, ստանալ էլեկտրոնային ծանուցումներ եւ էլեկտրոնային եղանակով ստանալ իրենց հարցերին հուզող։ Բայց դուք էլի մեր բարձրացած հարցին չպատասխանեցիք։ Նայեք, դուք ասում եք, որ էլեկտրոնային համակարգ է ներդրված, խախտումը թույլ է տվել, տուգանքը կա, որոշում կա տուգանքի վերաբերյալ վարչական, չէ, իրավախախտման, էլեկտրոնային արգելանքը դրվեց։ Երբ որ վճարում է չեք հանում, էսա պրոբլեմը, չեք հանում, մարդկանց բանկային հաշիվները շարունակում է մնալ արգելանքի տակ։ Մարդը վարչապետի հորդորով գնում է հռոմ կոֆե խմելու, տենում է տուգանքի խաթր, չի կամ կոֆեի համար վճարի։ Քեշը չունի։ Իսկ ինչի պետք է ինքը դիմի ձեզ։ Մի րոպե։ Տուգանքը վճարել է, ինչի պետք է դիմի։ Վճարել է, դե էլեկտրոնային էլ ազատ է։ Լինում են շատ տարբեր իրավիճակներ։ Այ մենք եկել ենք այդ շատ տարբեր իրավիճակների համար ասելու, որ այս ամեն ինչը պետք է փոխվի։ Էլեկտրոնային համակարգը անխափան աշխատում է։ Չի աշխատում։ Մնացած դա ես վստահեցնում եմ, որ աշխատում է, հարկադիր կատարումն ապահովող ժողովուրդը ծառայության հետ կապ են շատ է ունենում։ դժվում։ Դուք նախ այցելել եք ձեր կայք ինչքան գույք եք վաճառում ժողովրդի գույքերից, ինչքան տուն, ինչքան խալի, ինչքան տելևիզոր, ինչքան մեր միջոցառմանը առիթից սումկա, եւ երկրորդ ինչ միջոցառում է, չնայած չգիտեի մենք։ կատարումն ապահովող ծառայության օրը նշելու հիմնադրման 28-րդ տարին, բայց հակադարձելով ձեր ասածին, մենք լուծարելու ենք այս մարմինը տիկին նախարար, չենք ուզում այս տոնին մասնակցել։ Այլ համակարգ ենք ներդնելու։ Ինչպես պետք է Հիշում եք Սաակաշվիլին, որ եկավ մեկ օրում բարեկային ծառայությունը լուծարեց։ Դատական բարենպաստ ակտը պետք է կատարվի։ Ուրեմն այս մարմինը միայն հիմնականում ուղղված է քաղաքացու դեմ, ոչ իշակ քաղաքացու։ Բազմաթիվ դատական ակտեր կան, քաղաքացին գործը շահելա, քաղաքացին գործը, այդ եմ ասում, քաղաքացին գործը շահելա, չի աշխատում համակարգը։ Գնում չի աշխատում։ Ասում ենք գույք ենք մանգալի չենք բռնագանձում ենք, թե չենք աշխատում։ Չէ, որ պետության համար է բռնագանձումը մինչև վերջի խազը, որ քաղաքացու համար է գույքը փնտրում ենք, գույքը հետախուզել ենք, միած տեղ դիմեք, մի հատ ընդեր գրեք ալիմենտի համար ինչքան մարդ է գնում գալիս տիկին։ Եկեք ամփոփելով, որովհետև ես շտապում եմ ձեզ կրկին հրավիրել։ Ձեր տոնը չփչացնենք բայց կողմնորոշվենք հարկադիր կատարումն ապահովող ծառայությունը ինչի համար է աշխատում։ Հարկադիր կատարող ծառայությունը իրավունքները պաշտպանելու համար է աշխատում։ Ես ձեզ միացնում եմ, պետությունն է մարդու համար, թե մարդը պետության։ Շատ լավ, պետությունն է մարդու համար, թե մարդը պետության։ Մարդը պետության անբաժանելի մասն է եւ ժողովուրդը պետության անբաժանելի մասն է։ Պետական ինստիտուտները պետքա ծառայեն մարդուն, թե մարդուն ծառայեցնեն իրենց։ Մարդը ամեն ինչի կենտրոնում է
Ուրա։ եւ հետեւաբար հարկադիր կատարումն ապահովող ծառայության գործառույթը նաեւ մարդու իրավունքների պաշտպանությունն է եւ հատկապես այն մարդկանց, որոնց վերաբերյալ կան բարենպաստ դատական ակտեր։ Եվ մյուս կողմում է կարող է լինել նաեւ պետությունը եւ կարծում եմ, որ դա էլ է շատ կարեւոր, քաղաքացիների համար կարեւոր է, որ պետության իրավունքները լինեն պաշտպանված, որոշ դեպքերում մեր շատ սիրելի, բայց անբարեխիղճ գտնված քաղաքացիներից։ Պետության իրավունքները ո՞ն են։ Օրինակ, չմարված պարտքերը վերադարձնելը։ Տիկին Օրինակ, նախարար, վարչական իրավախախտումների դուք այսօր պետական համար բյուջեում տուգանք եք պլանավորում։ Ոնց կարելի է այլն։ ժողովրդին տուգանել պլանավորել որպես եկամտի աղբյուր։ Ինչու ենք պլանավորում։ Տուգանք է պլանավորվում, թե տարեկան ինչքան մարդ է տուգանվելու, հետո գերակատարվում է տուգանքը ժողովրդյան։ Ոնց կարելի է մարդկանց տուգանելը պլանավորել որպես եկամտի աղբյուր։ Ժողովուրդը 8 տարի անց հեղափոխությունից հետո շարունակում է տուգանվել անդադար տուգանվել։ Ուզում եք ասեք իրավախախտումները հանենք։ Իրավախախտումների տրամաբանություն կա, չափ կա, ձև կա, կարգ կա։ Մի հատ գիծ տրորելու համար ինչքան մարդ է այսօր տուգանված, հաշիվները արգելանքի տակ, տարբեր խնդիրների առաջ կանգնած։ Ինչու պետք է մարդը գազես դիմի, որ դուք ազատեք։ Վճարումից հետո ինչու ինքը պետք է գա դիմի։ Թող ձեր էլեկտրոնային համակարգը, ոնց որ էլեկտրոնային սարեցնում է, այդ ձևով էլ վճարից հետո էլեկտրոնային, ապա սարեցնի։ Ստեղ է խնդրը։ Ես հավաստիացնում եմ, որ համակարգը էլեկտրոնային եւ նույն ձևաչափով աշխատում է, ինչպես առաջինն է կատարում, այնպես էլ ապա արգելադրում է իսկ ձեր գործընկերոջ մասով ես հրավիրել եմ իրեն վաղ Ես էլ ձեզ հավաստիացնում եմ։ Հավաստիացնում եմ, որ որևէ խնդիր այդ վարույթով չի հայտնվում։ Ես շնորհակալ եմ։ Կարող ենք վաղը Մեզ հավաստիացնելու համար։ Արձանագրեմ, որ անձնական Պայմանավորվեցինք, որ Հա, մենք հենց այնպես չենք եկել։ Մենք ժողովրդի բողոքն ենք բերել այստեղ, ժողովուրդ, մենք գիտենք, որ մարդիկ տառապում են այս մարմնի ձեռը, ու մենք այս անկեղծ ասեմ, ես երբեք պոպուլիզմով աշի ինգած մարդ չեմ։ Մենք պոպուլիզմով չենք զբաղվել։ Մենք ասում ենք, այստեղ կա խնդրեմ, այս խնդրեմը պետք է լուծել, այսքան բան։ Գեղեցիկ տեքստերով չի։ եկեք պարզ խոսենք։ Հա։ Բայց ձեր տոնը կատարումն ապահովող ծառայությունը այն ծառայությունը չէ, որ քաղաքացիները մշտապես գոհ լինեն, որովհետև ուզենք թե չուզենք, տեղ հասանք, որովհետև ուզենք թե չուզենք, այս ծառայությունը զբաղված է դատական ակտերի կատարումով եւ այդ դատական ակտերը ենթադրում են քաղաքացու գույքի բռնագանձում շատ դեպքերում։ Հիմա դուք ուզում եք ասել, որ տուգանքները դատական ակտեր են։ Դուք դատական վերահսկողություն չունեք տուգանքների համար, դուք ուղիղ մարդկանց բռնական այո, ժամանակին դրանք դատական ակտեր էին։ Հիմա առանց դատական վերահսկողության մարդկանց պետությունը, մարդկանց գրպանները դատարկում են։ Վարչարություն չիրականացնենք, վարչական մարմինները տուգանքներ չկիրառեն, վարչական ակտեր չկիրառեն։ Ուրա մարդու շահերը պաշտպանող հսկողությունը, որ պետքա առանց դատական վերահսկողության ինձ տուգանեն ու իմ հաշիվների վրա կալանք դնեն, ուրա։ Ես ենթադրում եմ, որ դուք դատարանների ծանրաբեռնվածությունից էլ կբողոքեք իրավացիորեն։ Արդեն երեք ԲԴԽ-ի մոտ ենք բողոքել։ Այո, եւ հետեւաբար պետքա կողմնորոշվենք ինչից ենք բողոքում եւ ինչ ենք ուզում անել։ Իմ ներողությունի բան ասեմ, իմ իրավունքները եւ իմ երեխայի իրավունքները պաշտպանված են այն երկրում, որտեղ կա իրավակարգ եւ այդ իրավակարգը պաշտպանված է։ Հարկադիր կատարումն ապահովող։ Տիկին նախարար, նորա մանկապղծության դեպք բացահայտել այս երկրում, որը կոծկվում էր, երեխա իրավունքներից ոնց է նախարարը խոսում, այդ այն դեպքում, որ կոծկվում էր, լրագրող Սյուզին Բադոյան այդքան չպայքարեր, չէր բացահայտվելու, չէին մարդկանց աշխատանքից ազատելու, պաշտոնանկ անելու, լավ էլի։ Նախ քննություններ իրականացնել։ Եվրոպական չափանիշները Անտոնիո Կոստայի բան ելույթներով չեն, ոչ թե Ուրսուլա ֆոն դեր Լայենի, այլ կոնկրետ ինստիտուտներով են։ Իրենց կողմից խնդրի բարձրաձայնումը արագացրեց գործիքը։ Այսինքն, բայց պետք է կայծակնային այդ մարդիկ գործից հանված ելնեն, տիկին նախարար։ Կայծակնային։ Այսինքն լրագրողները, որ ձեզանից ոչ մի պարգևաճար չեն ստանում, հավակնում եք մտածել, այդ մարդիկ չլինեին, իդիլիայի մեջ կարող ենք ապրել, որտեղ չլինեն սեռական բռնության հետ կապված դեպքեր։ Ոչ, ես պատժի անխուսափելիությունից եմ խոսում, տիկին նախարար։ Ես պատժի անխուսափելիությունից եմ խոսում, որ գործը կոծկում էին, փագում էին, եւ դա տեղի ունեցավ։ Պատժի անխուսափելիությունը ապահովող ինստիտուտներից մեկն է։ Միայն խեղճ ու կրակ մարդկանց, միայն խեղճ ու կրակ մարդկանց։ Ոչ, սիրելի խեղճ ու կրակ մարդկանց։ Որևէ մեկը ձեզանից խեղճ ու կրակ չէ։ Դուք Հայաստանի Հանրապետության լիիրավ, լիարժեք։ Սա լավ ելույթ էր, բայց իրականության հետ աղերսներ չունի։ Լավ